Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Սիրով ձեր Մեդիա Հաբ։ Բարի երեկո, Մեդիա Հաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր տոնական եմ տաղավարում եւ ես այսօր զրուցելու եմ Մեդիա Հաբի 3 գեղեցկուհիների հետ, ովքեր որ լրագրողներ են եւ ամբողջ տարի նրանք աշխատել են, որ դուք ինֆորմացված լինեք։ Առաջի իմ հյուրը Մարիաննա Արամյանն է, բարի երեկո։ Բարի երեկո։ Ինչպե՞ս եք։ Լավ, աշխատանքային։ Մարիաննա, ես ամբողջ տարվա ընթացքում փորձել եմ լրագրողների հետ զրույցի ընթացքում հասկանալ մի բան, արդյոք այսօր լրագրողները անկախ քաղաքական, անկախ իրավիճակը Հայաստանում ինչպիսին է, լրագրողները թիրախում են, թե ոչ։ Իմ կարծիքով լրագրողները միշտ թիրախում են, ինչ որ լինում է, միշտ նշում են, որ լրագրողները մեղավոր են։ Միշտ լրագրողներն են մեղավոր, այո։ Լրագրողները մեղավոր են, որ լուսաբանում են, լրագրողները մեղավոր են, որ չեն լուսաբանում եւ այդպիսի մեղադրանքներ հնչում են, բայց իմ կարծիքով, եթե լրագրողները չլինեն, բոլոր մասնագիտությունները կտուժեն։ Եթե մեկ օր առհասարակ ինֆորմացիոն դաշտը փակվի, ինչ կկատարվի Հայաստանում։ Իմ կարծիքով մարդիկ ուղղակի ինֆորմացված չեն լինի, ոնց եղել է այն ժամանակներում։ Մարդիկ չեն իմացել ինչ է կատարվում, բայց քանի որ մենք արդեն ապրում ենք այն դարում, այն տարիներին, որ ամենը վայրկյանական հասնում է, դրա համար իմ կարծիքով աշխարհում կոլապս կլինի։ Այժմ զրուցելու եմ Մեդիա Հաբի կրտսեր լրագրող, մեր բոլորի կողմից սիրված Էմմա Մարտիրոսյանի հետ, բարի ողջույն։ Ողջույն Արտուր։ Էմմա, լրագրող լինելու հմտությունները ինչքանով են մարդուն դրական ազդակներ ներշնչում։ Նախ սկսեմ նրանից, որ լրագրող ամեն մարդ չի կարող դառնալ, որովհետև լրագրությունը այնպիսի ոլորտ է, որ կարծում եմ հասու չէ բոլորին, որովհետև իրենից պահանջում է որոշ հմտություններ, որոնք պետք է ունենաս լրագրող դառնալու համար։ Լրագրողի աշխատանքը շատ բարդ է։ Լրագրողի աշխատանքը թեև երբեմն հասարակության կողմից ընկալվում է ինչ է անում, ուղղակի գնում է, հարցազրույց է վերցնում եւ այլն, բայց ամեն դեպքում դրա հետևում շատ բարդ աշխատանք է, որը հեշտ չի տրվում մեզ։ Դրա համար կարծում եմ, որ ցանկացած մարդ, ով կընտրի լրագրությունը, պետք է նախ լավ ուսումնասիրի մասնագիտությունը, հասկանա իր տեսակի մոտ է այն թե չէ, ու այնուհետև նոր քայլանի դեպի լրագրություն։ Օրինակ սովետի ժամանակ այսպեսի մի միտք էր միշտ մարդկանց մոտ առաջանում, ասում էին լրագրողը պետքա մի քիչ պադոշ լինի, երբ որ պատուհանից իրեն դուրս են հանում, ինքը պիտի անպայման դռնից ներս մտնի եւ նույնը հակառակը։ Այդ մի քիչ պնդերեսությունը պետքա լինի, թե պետք չի։ Առհասարակ նոր սերնդի մոտ, որովհետեւ ես ավակ սերնդի հետ եմ սովորաբար առնչվում եւ մենք մեր տարիներին լրիվ ուրիշ իրավիճակում էինք։ Այսօր հանրությունը ինչպես է դա գնահատում։ Այդ պնդերեսությունը պետքա թե չէ։ Համաձայն եմ, որ պնդաճակատությունը անհրաժեշտ է մեր գործում, բայց դռնից դուրս հանելու եւ երթիկից ներս մտնելու համար կարծում եմ պետք է լիներ այնպիսի լրագրող, որ ոչ թե դռնից հանեն, այլ ուղղակի հարգանքով հանեն։ Այո, հրավիրեն, այո, բայց անշնորհակալ գործ է լրագրողի գործը ամեն դեպքում։ Համաձայն եմ։ Միշտ թիրախում լրագրողներն են, միշտ մեղավորները լրագրողներն են, անկախ դա կլինի կուսակցություններ, դա կլինի իրարանցում, երկրում իրավիճակ, ինչ որ աղմկոտ եւ այլն։ Մեկ է, լրագրողը միշտ մեղավոր է։ Համաձայն եմ, դրա համար նախորդ խոսքում նշեցի, որ հասարակության մոտ կա թյուր կարծիք լրագրողների մասին, լրագրողների աշխատանքի մասին, ու դրա համար, այո, կարծում եմ, որ հասարակությունը ամբողջությամբ չի պատկերացնում լրագրողի արած աշխատանքը։ Այժմ զրուցելու եմ Մեդիա Հաբի Ռավիրան Նարեգնունիի հետ, բարև Նարեկ ջան։ Առանց քեզ պատկերացնելը Մեդիա Հաբում բավականին տխուր կլինի։ Ոնց ես կարողանում եւ լրագրողների հետ աշխատել, հատկապես աղջիկներ են նրանք, եւ օպերատորների հետ եւ ամբողջ անձնակազմի հետ կարողանում ես լեզու գտնել։
Մի քիչ բացվենք, մի քիչ բողոքենք, սենց էլի դա։ Չէ, զուտ մարդկային հարաբերությունները ինձ համար եղել են ու կան ամենակարևորը ու երբ որ աշխատանքում դու դիմացինի չես նայում որպես ուղակի գործընկեր, երբ որ չես նայում ուղակի լրագրողի, ուղակի սրբագրողի, սղագրողի, օպերատորի եւ մոնտաժողի, այլ բոլորին դու դիտարկում ես որպես առաջին հերթին մարդու մասնագետ, ստացվում է այդ մարդկանց հետ լեզու գտնել, որովհետև յուրաքանչյուրը ունի իր տեսակետը աշխատանքի մասին, ընդհանուր քաղաքական դաշտի մասին, առօրյան կազմակերպելու մասին, աշխատանքը կազմակերպելու մասին, երբ որ դու մարդուն ընդհանրապես լսում ես, ստացվում է, որ այդ մարդը հասկացված է քո կողմից, ու երբ որ դու իրեն լսում ես, ինքն լսում է քեզ լսի արդեն։ Ու շատ հեշտ է դառնում աշխատելը։ Հա, ես երևի եզակի մարդկանցից եմ, որ բողոքներ չունեմ, ու վստահաբար ինձ է բողոքներ չկան։ Չգիտեմ նախորդ երեխեքը Մարիանան ու Էման ինչ են խոսել, բայց չեմ կարծում էլի բողոքներ այնուամենայնիվ չէ, բայց ինչ որ գովեստի խոսքեր։ Իմ մասին Եվ քո եւ մեկը մյուսի։ Ընդհանրապես, հա, տեսա ոնց ոգևորվեցի իմ մասին։ Հա, իրականում մեծահաբ ընտանիքում միշտ մեր թիմը տենց ընտանիք եմ ասում։ Այո, ես որտեվ հիացած եմ այն աշխատանքը, որ արագ-արագ մեկը մյուսի վրա չի գցում, հա, այնավոր, պետքավոր, նման բաներ չկան, չեն կատարվում, հա։ Շատ միասնական աշխատանքի արդյունքում է ստեղծվում այն ինչ որ։ Ի սկզբանե հիմքը շատ լավն է, ու այն մարդիկ, ովքեր կանգնած են մեծահաբի ակունքներում, հիմքը այն մարդիկ են, որոնք նաև հիմա են, հա, աշխատում, հիմնական կազմը, այդ մարդիկ դրել են այդ ընտանիքի սկզբունքը, որ մեծահաբը ընտանիք է, այսինքն ճիշտ ու առողջ մթնոլորտ փորձել են ստեղծել։ Փորձում ենք պահել։ Եվ արի այսօր շնորհակալություն հայտնենք այն մարդկանց, ովքեր որ մեծահաբում եղել են եւ այսօր չեն աշխատում մեծահաբում։ Շնորհակալ լինենք, ողջունենք նրանց, մեր լիային լիքը սրտիկներ կարանք ուղարկենք 5 ազմից կան։ Այո, որովհետեւ օպերատորների այն որ դու ասացիր հիմքը կարևոր էր եւ այդ հիմքը դրված ա եղել, այդ միանգամից այսպես չի, հա։ Իհարկե, մեծահաբը առանց Վազգեն, Էրիկ Ղարաջանարման, Սանոյան Վարդան, Պողոսյան Նայրա, Նավոյան Արմինե, Մակարյան Սեդա, Խոջոյան Լիա, Մակարյան Վահե, Գևորգյան Անի, Սարգսյան Լիա, այսինքն յուրաքանչյուրը իր գույնը տվել է մեծահաբին, ու բոլորին իրոք մենք շատ շնորհակալ ենք, որտեղ յուրաքանչյուրը իր օգուտը իր այդ լուման ունեցել է ու շատ կարևոր է որ մենք բոլորին ժպիտով ու սիրով ենք հիշում։ Եվ նաև եղել են լրագրողներ, ովքեր մեծահաբով են հենց սկսել իրենց։ Ահա, մենք ունենք նաև այդպիսի լրագրողներ, ովքեր դաշտ են ուտել հենց մեծահաբով, այսինքն այս ընտանիքը նաև սերունդներ կրթող ընտանիք է։ Այո։ Քանի որ մեզ մոտ տոնական եթերը փորձել եմ բլից հարցերով, հա, այսպես կարճ բլից հարցերով ամփոփենք տարին։ Օրը սկսում եք լուրերով թե սուրճով։ Առաջինը ինչ անում եմ, երբ բացում եմ իմ աչքերը, դա կարդում եմ նորությունները, անկախ նրանից լինի շաբաթ, կիրակի, թե տոնօր, միգուցե ծննդյան օր, կապ չունի։ Առաջինը ինչ անում եմ, դա լուրերն եմ կարդում։ Իսկ լրագրողի առանձնահատկությունը։ 3 առանձնահատկությունները, որոնք կնկարագրեն ձեզ։ Ես թվում է երևի դրականները։ Բացասական չունենք։ Ես կուզենայի նկարագրել մեր անձնակազմին, որ մենք աշխատասեր ենք, բոլորս մենք աշխատում ենք մեր հետևորդների համար, որպեսզի նրանք լինեն ինֆորմացված։ Ինձ թվում է ես ամբողջ թիմին նկարագրեմ աշխատասեր եւ հայրենասեր ենք։ Ինձ մեկ ոչ միայն գոհացնում է մեր աշխատանքը, ես մեկ օրվա վերջ զարմանում եմ, թե օրվա անցուդարձը, երբ որ ավելի շատ ծավալուն է լինում, հա, աշխատանքայինը, ուզում հասկանամ ինչպես են կարողանում հասցնել, որովհետև այնքան կազմակերպված եք դուք աշխատում, որ գոհունակությամբ եւ ոգևորված ենք միշտ հեռանում եւ նորից գալիս աշխատանքի սիրով եւ նվիրումով։ Ես այդ կողքից ինչքան որ այս 3 ամիսները փորձել եմ աշխատել ձեր հետ։ Իմ կարծիքով դա կոլեկտիվից է գալիս, երբ որ մենք իրար հանդեպ սիրով ենք վերաբերվում, հարգանքով եւ եթե մեկս մի բան չի հասցնում, միանշանակ մենք բոլորս իրար պատրաստ ենք օգնել եւ դա միանշանակ է։ Օպերատորների հետ լեզու գտնում եք։ Դժվար հարց է։ Իրականում ավելի շատ երևի ես ասեմ, որ ես բոլորի հետ փորձել եմ այս տարիների ընթացքում լեզու գտնել,
բոլորին սիրում եմ Յուրովի, բոլորը ունեն իրենց թերությունները, բայց փորձում ենք աշխատել, իհարկե ես գտել եմ լեզու, թե մոնտաժողների հետ, թե օպերատորների հետ, ու վստահ եմ իրենք էլ իրենց մոտեցում ունեն մեր հանդեպ։ Շնորհակալություն հայտնենք մեր օպերատորներին, որովհետև իրենք կադրից այն կողմ միշտ աշխատում են եւ շնորհակալ ենք ձեզ տղաներ։ Մեկ-մեկ մենք էլ ենք ջղայնացած լինում, մեկ-մեկ մենք էլ ենք ջղայնանում։ Առանց դրա, առանց վեճերի հնարավոր չէ ստեղծագործել առհասարակ։ Բայց ինձ թվում է մենք հարգանքը կա եւ միշտ կլինի իր հատկապես ձեր հարգանքը իմ նկատմամբ ես դա միշտ տեսնում եմ եւ միշտ գնահատում։ Հայաստանը ինչ գույն ունի այսօր։ Հայաստանը այսօր իմ համար մառախլապատ է։ Բայց քանի որ մոտենում են տոն օրերը, ես կասեմ, որ Հայաստանը իմ համար կարմիր գույն ունի այսօր։ Ինչ վախեր ունեք։ Վախեր։ Միգուցե վախեր չհասցնել ինչ-որ մի բան անել կյանքի ընթացքում, որը օրինակ նպատակ եմ դրել, բայց միգուցե ինչ-որ կյանքի ընթացքում չհասցնել, դա իմ վախն է։ Ընտանիք թե ընկերներ, օրինակ ընկերները երբ որ զանգ տան, ասեն պիտի հավաքվենք։ Ընտանիք թե։ Ես միշտ կընտրեմ ընտանիք, ու իմ ընկերները ինձ թվում է գիտեն, կան ընկերներ, որ դարձել են արդեն ընտանիք, եւ միանշանակ ես իրենց էլ եմ մտցնում այդ ընտանիք ասվածի մեջ։ Որտեւ ընկերներին ընտրում ենք սովորաբար։ Նշեմ, որ մեդիահաբն էլ է դարձել ընտանիք ու մեկ-մեկ նշեմ, որ լինում են օրեր, երբ ստիպված ես ընտրել աշխատանքը, այսինքն ընտրել մեդիահաբը, որտեվ դա էլ է ընտանիք եւ լրագրողի գործը այնպեսին է, որ մեկ-մեկ մենք պետք է ընտրենք առաջնահերթ, կապ չունի ինչ օր է, լինի քո հարսանիքի օրը, ծննդյան օրը, դու պետք է ընտրես քո աշխատանքը, բայց մեդիահաբում լինում է դա կազմակերպել, մենք լինում է իրար օգնում ենք եւ դա լինում է հեշտ կազմակերպել։ Եվ հետո օրվա գրեթե մեծ մասը անցկացնում ենք աշխատավայրում, քան ընտանիքում սովորաբար։ Ինչպիսին պետք է լինի լրագրողը առհասարակ։ Իմ կարծիքով լրագրողը պետք է պահի էթիկայի նորմերը, միանշանակ դա սովորացրել են այն տարիներին, հիմա էլ իմ կարծիքով դա պետք է լինի։ Լրագրողը պետք է լինի մարդկանց մոտ, քաղաքացիներին մոտ, լսել իրենց խնդիրները, հասկանալ, քանի որ հենց մեր միջոցով իրենց խնդիրները մենք կարողանում ենք լուծել։ Իսկ հոգեբան պետքա լինի լրագրողը։ Ինչ որտեղ հա, որ լսի քաղաքացուն, լինում է զանգում են, դու պետք է հասկանաս ինչ խնդիր է եղել, մեկ-մեկ նրանք խոսում են տարբեր, չես հասկանում անգամ ինչի մասին է խոսքը գնում, մինչև լինում է 15 րոպե 20 րոպե խոսում ենք մարդկանց հետ հասկանալու ինչ է եղել եւ ինչով մենք կարող ենք օգնել։ Լինում է 911-ի տեղը մեզ են զանգում շատ անգամ, մեդիահաբ զանգում են, ասում են ինչ անենք, մենք էլ իրենց փորձում ենք օգնել։ Լրագրողը ո՞ր մասնագիտությանն է ավելի մոտ, դերասան թե բժիշկ։ Լրիվ տարբեր մասնագիտություններ հիմա նշեցիք։ Ավելի մոտը։ Իմ կարծիքով բժիշկ։ Բժիշկ, այո, ես էլ համաձայն եմ։ Ինչի, որովհետև բժիշկները օգնում են մարդկանց, իհարկե այլ ձև են օգնում, մենք այլ ձև ենք օգնում։ Այո։ Իսկ դերասանները ամեն դեպքում դեր են խաղում, որը լրագրողները չեն անում։ Նու կոնկրետ մեդիա։ Մասամբ խաղում են։ Պետքա խաղալ, առանց դրա հնարավոր չի։ Պետքա ժպտալ, որովհետև 6 րոպեին պետքա ժպտալ, պետքա տխրել, որովհետև դիմացդ մարդիկ են, ովքեր որ հնարավոր է տխրության մեջ են։ Մի խոսքով պետքա նաև լինել դերասան։ Ծաղիկներ թե օծանելիք։ Ծաղիկներ։ Ծաղիկներ, էդ էլ իմացանք։ Նոր տարի թե ապրիլի 7։ Նոր տարի։ Իմ ամենասիրած տոներից է։ Նոր տարի։ Օրը սկսում ենք սուրճով թե լուրով, լուրեր կարդալով։ Ուզած թե չուզած լուրերով։ Հա, դե մասնագիտությունը պահանջում է։ 3 առանձնահատկություն, որը կբնութագրի ինքդ քեզ։ Բարդ բան եք ասում։ Կարող եք բնութագրել գործընկերներից մեդիահաբում աշխատող, ինչ որ որևէ մեկին։ Եկեք իմ երկու գործընկերուհիներին նշեմ, Նարային եւ Մարիանային, երկուսի համար կառանձնացնեմ ընդհանուր հատկանիշները, երկուսն էլ պատասխանատու են, երկուսն էլ չափից շատ տեղեկացված եւ խելացի եւ գեղեցիկ, ինչու ոչ։ Իսկ հեշտ է 3 լրագրողներ մի տեղում։
Բավականին, այո, քանի որ լրագրողներից բացի նաև կարճ ժամանակում հասցրել ենք լինել նաև լավ ընկերներ ու դա գործում շատ օգնում է։ Հայաստանը ինչ գույն ունի։ Հաշվի առնելով, որ ամանոր է, ամանորյա տրամադրություն է քաղաքում, որ ասեցիք իմ մոտ առաջինը լույսերը եկան քաղաքի լուսավորությունը, բազմագույն։ Իսկ մարդկան սրտերում էլ այդ լույսերը վառ։ Կարծում եմ 50-50 մարդիկ կան, ովքեր դեռ մեր պատմության նախորդող տարիների ցավի հետ չեն կարողանում հարմարվել, այո։ Իսկ մարդիկ կան, որ շարունակում են ապրել ու շարունակում են մեծ ոգևորությամբ դիմավորել նոր տարին։ Ինչ վախեր ունես։ Վերջին շրջանում իրականում մի քանի վախեր եմ իմ մոտ Հապա։ Առաջինը մթությունից, որ մինչև այդ չեմ ունեցել, վերջերս սկսել եմ մթությունից վախենալ, ջրից եմ վախենում, փակ տարածություններից եմ սկսել վախենալ, երբեմն, հա։ Իրականում վախենալու չի, չդառնա ֆոբիա։ Համաձայն եմ, աշխատում եմ վախերից հետ։ Ընտանիք թե ընկերներ։ Ինձ համար կյանքում միշտ առաջնայինը ընտանիքն է, բայց ընկերները միշտ կարևոր դեր ունեն իմ կյանքում։ Ինչպիսին պետք է լինի լրագրողը առհասարակ։ Պետք է լինի նախ անաչառ, պետք է լինի պատասխանատու, աշխատասեր, պետք է լինի անկողմնակալ ու էլի եմ ասում շատ հատկանիշներ ունի լրագրողը ու պետք է լավ ծանոթանալ լրագրողի մասնագիտությանը, ինչպես նշեցի, որ նոր ընտրեմ մասնագիտությունը։ Ինչ կփոխեք այսօր քաղաքականության մեջ։ Որտեվ ամենօրյա ռեժիմով քաղաքականության առնչվող մարդ եք։ Համաձայն եմ, քանի որ ես մեկ հոգնակիով, հետո ասում եզակի, բայց ոչինչ, որտեվ իմ հաղորդաշրջանակներն են պահանջում հոգնակիով դիմելը մարդուն, բայց ոչինչ որ խառնում ենք իրար։ Ահա, իհարկե, ոչ մի խնդիր։ Ինչպես դուք նշեցիք, այո, մենք ամեն օր առնչվում ենք քաղաքականության հետ, բայց քաղաքական առումով ինչ որ բան փոխելու համար կարծում եմ պետք է լինել, չգիտեմ, մոտ քաղաքականության այն առումով, որ չգիտեմ, մասնագետ լինել, ինչ որ կարծիք հնչեցնելու համար ու ճիշտ դիրքորոշում հայտնելու համար, քանի որ ես քաղաքագետ չեմ, չէ, ես հարցին պատասխանել ավելի կոնկրետ։ Սուտ լրագրողական առումով։ Դեմքերի օրինակը փոխեիք։ Ասենք լինեին դեմքեր, որ այլևս չտեսներ քաղաքականության մեջ։ Կարծում եմ բոլոր տարիների ընթացքում մենք միշտ ունեցել ենք այդպիսի դեմքեր, որ կարծում եմ միշտ եղել են կան ու լինում։ Կարծում եմ կլինեն էլ նաև։ Փոխեիր, բայց ինչ որ մարդկանց։ Կարծում եմ այո, բայց անուններ չեմ նշի։ Օծանելիք թե ծաղիկներ։ Ինձ որ նվիրեն։ Ծաղիկներ։ Իսկ հեշտ է 3 լրագրող աղջիկներ եւ տղա խմբագիր։ Բավականին։ Այդ մի սենսացիոն բան եմ էլի հարցնում։ Ով չգիտի, նշենք, որ մեր խմբագիրը Արտուրն է։ Այո։ Հեշտ է։ Բավականին հեշտ է, որովհետև մեր խմբագիրը խմբագիրը եթե ունենք, կարանք եթերով։ Դե եթերից դուրս կասենք։ Դու իմ ամենասիրած լրագրողն ես, Էմմա ջան։ Շնորհակալ եմ։ Ես եթերով դա կարող եմ հանգիստ ասել։ Եվ այսօր բլից հարցեր եմ պատրաստել, փորձեցի մի քիչ իմ տաղավարը այլ գույներ։ Ես չգիտեմ ինչ հարցեր են, դու գիտես, որ ես չգիտեմ ինչ հարցեր են։ Հա, վստահաբար։ Օրը սկսում ենք լուրերով թե սուրճով։ Սուրճով ու լուրերով, այսինքն ես առանց սուրճի չեմ կարողանում լուրեր կարդալ, բայց աչքերս բացելու պես առաջին բանը նախ թիմի չաթերը ստուգելն է, անպայման, ու հետո լրահոսին ծանոթանալը։ Այո։ 3 առանձնահատկություն, որը կնկարագրի քեզ։ Հենց ինձ անձնապես ինձ, անձամբ թե թիմը։ Կարաս նաև թիմ։ Դե դժվար է որ ես ինքս ինձ նկարագրեմ, բայց գոնե հիմա լացկան չեմ։ Առաջ լատկանայի։ Հո, ինչի։ Հիմա լացկան չեմ։ Բավականին ուժեղ մարդ եմ ձևավորվել որպես ու դարձել եմ համբերատար, այսինքն 3 բան, որոնք չէի ու հիմա եմ, էլի։ Իսկ մասնագիտությունը օգնեց։ Իրականում մասնագիտությունը դարձրեց սկզբից լացկան, սկզբից նյարդային, սկզբից չհամակերպվող, անարդարությունները շատ տեսնող, հետո այդ նույն մասնագիտությունը ստիպեց, որ դու հարմարվես այս իրականության ու դառնաս ավելի ուժեղ, չլացող, չկոտրվող, այո, համբերատար։ Հայաստանը այսօր ինչ գույն ունի։
Գույն չունի Հայաստանը այսօր։ Իսկ եկող նոր տարում ինչ կուզենայիր, որ լիներ Հայաստանում։ այո։ Գիտես Արթուր, Որտեվ կներես մենք կհիշենք, հա, այն նոր տարիները, որը առաջներում էր, գոնե սրանից 7 տարի առաջ, հա, մենք ուրիշ ձևով էինք պատրաստվում, հա։ ես կուզեմ, որ Հայաստանում ուղղակի ինձ հանդիպող ու ինձ հետ զրուցող ցանկացած քաղաքացի մի քիչ ավելի գիտակից լինի, որովհետև ինչ ուզում ես ասա, այսօրվա Հայաստանի իմ, հա, բնորոշմամբ անգույն լինելը նրանից է, որ մենք գիտակից քաղաքացի չունենք։ Նրանից է, որ մենք ունենք քաղաքացի, որը ավելի շատ փորի մասին է մտածում։ Անտարբերություն կա։ Անտարբեր է։ Ունենք քաղաքացի, որին չի հետաքրքրում ոչ այս երկիրը, ոչ այն ամենը ինչ կատարվում է։ Ունենք քաղաքացի, ում աչքի առաջ կարող է հոգևորականի թևերը ոլորեն, ինքը նայի հնիմատը հրճվի։ Այդ եմ ուզում, երբ որ նրանք գիտակից քաղաքացի, ամեն ինչ կունենանք։ Օրինակ անցած օրը հենց երիտասարդ լրագրողներից մեկը պատմում էր, որ ինքը ունի ընկերներ, որոնք տեղյակ չեն ինչա կատարվում հենց եկեղեցու շուրջ, երկրում անցուդարձը, հա, այս վիճակները նաև աղետալի, իրենք տեղյակ չեն, երբ որ հարցրեցի, բա ինչից են իրանք տեղյակ, ասեց դե տենց երեկոյան ինչ որ ընկերներով երեկոյան հավաքվում են այդ ջահելները, ըստ քեզ ինչից պիտի խոսեն, որտեղ մեր առօրյան այսօր հիմնականում դարձել է երկիրը, պաշտպանությունը, բանակը, անվտանգությունը։ Արթուր, ես երևի նախորդ տարի էլ քո տաղավարում ասել եմ, գուցե չեմ հիշում, բայց երբ որ 2023 թվականի պատերազմի օրերին ես գլուխոց բռնած լացելով գալիս էի մեդիա հաբի օֆիս, այսքան Զորափի 70-1 հասցեով, փողոցում տեսա տղաների, որոնք բերանները միջև ականջները բացած ծիծաղում էին բարձր երաժշտությամբ, ես հարձակվեցի իրենց վրա, ուղղակի չկարողանալով իմ էմոցիաները զսպել։ Անկամ այն ժամանակ, այսքան սեպտեմբերյան այդ դեպքերի մասին եմ ես խոսում, այդ ժամանակ անգամ, երբ որ կենացում ահու կռիվ էր գնում սահմանին, կային մարդիկ, որոնք բերանները բաց ու երջանիկ ապրում էին։ Չգիտեմ, բանաձևը, բանալին, չգիտեմ որն է, բայց անկեղծ ասեմ, երբեմն երանի եմ տալիս իրենց։ Հա, երևի։ Ինչ վախեր ունես։ Մի վախ ունեմ։ Մարդկային կորուստ։ Ինչպիսին պետք է լինի լրագրողը։ Անաչառ։ Ինքն իր հետ ազնիվ։ Համբերատար։ Ու սեփական հույզերն ու էմոցիաները ինչքան հնարավոր է շատ զսպող։ Տեսեք, մենք անաչառության մասին խոսում ենք անընդհատ, որ լրագրողը պետք է լինի ազատ, անկախ, անաչառ եւ այլն, բայց չգիտես ինչի իշխանությունները անընդհատ թիրախավորելով լրագրողներին ասում են, որ անաչառ չեն, էթիկան պահել չգիտեն եւ իրենց բառամթերքը հիմա չկրկնեն, որովհետեւ տոնական օրեր են եւ մեր տրամադրությունը չգցենք։ Ինչու են նրանք այդպես անում, երբ որ թիրախում եւ լրագրողն է եւ այսօր մենք ժուրնալիստների միության նախագահին են փորձում տապալել, այսինքն կառույցը որպես այդպեսին, հա։ Որովհետեւ իրանք իդեալական գիտեն ու հասկանում են, թե ինչա լրագրությունը ու լրագրողի ուժը որն է։ Այսինքն իրենք շատ լավ են հասկանում, որ իրանց կողմից իրականացված ցանկացած սխալ ապօրինի անթույլատրելի քայլ մեկը առաջինը լրագրողն է նկատելու ու լրագրողն է բարձրաձայնելու։ Ու բնականաբար ամենահեշտ պաշտպանությունը հարձակումն է։ Ու ցանկացած պարագայում լրագրողին ասել լափամանից ես օգտվում, դրա համար գրում ես, դա շատ հեշտ է։ Ու հասարակության մոտ էլ ձևավորել կարծիք, որ տվյալ անձը լափամանից է օգտվում, բավականին հեշտ է էլի։ Ես իմ օրինակով բերեմ, ես կոմենտների մակարդակում եկել եմ Քոչարյանի լափամանից օգտվող, Սերժ Սարգսյանի լափամանից օգտվող, ով ասես եղել եմ էլի։ Ու մեկ-մեկ մտածում եմ, ոչ չլիներ։ Իրոք ոչ չլիներ։ Հա, թող լիներ այդ գումարը, եթե ես իրոք այդպես օգտվում եմ, թող լիներ այդ գումարը։ Ոչ թե աշխատենք օրնի բուն արդար դարը քրտինքով ինչ որ բան փորձենք ստեղծել այսպես փոքրիկ քայլերով ու հանկարծ լսես որ դու ինչ որ մեկի լափամանից ես օգտվում։ Այո, նվիրումը լինի ավելի շատ աշխատանքը այս բարակայում, էլի։ Եվ Նարե, ծաղիկներ թե օծանելիք։ Ծաղիկներ։ Բերել ես իմ համար։ Չէ, քո նվերը ձմեռ պապիկը դրել է հենց քո
համակարգչի մոտ։ Հա, այդ անակնկալը աղջիկները ունեն իրենցը, բայց ես չուզեցի որ տաղավարում նվիրեմ, որպեսզի գովազդի կարգով ընկալումը չլինի գովազդ։ Ես տեսա շոկոլադը, բայց վախեցա բացել, որովհետև չգիտեի թե ումն է։ Նոր տարի թե ապրիլի 7։ Նոր տարի։ Եվ Բայց ասեմ ինչի նոր տարի, Ինչու՞։ որովհետև նոր տարին շատ մարդկանց էս կարողանում նվերներ տալ։ այդ նվերների պահն էլ հետաքրքիր։ Ինչ որ բան փոխում ամեն դեպքում։ Ինչ կմաղթեք ամանորին։ Մեր հեռուստադիտողին, ընթերցողին։ Մեդիահաբի հետևորդներին ես մաղթում եմ ուրախ տարի, թող իրենք լինեն առողջ, ընթերցեն մեդիահաբը, դիտեն մեդիահաբը, մենք աշխատում ենք միայն մեր հետևորդների համար, որպեսզի նրանք լինեն ինֆորմացված, ճիշտ ինֆորմացիա ստանան։ Հավատացեք, յուրաքանչյուր նյութը գրվում է միայն քաղաքացու համար, դա չի գրվում մեր համար, դա գրվում է միայն որպեսզի մենք ինչ որ ձև օգնենք քաղաքացիներին։ Դրա համար ես ցանկանում եմ, որպեսզի այս տարին լինի խաղաղ, առողջ լինեն իրենք եւ միանշանակ երջանկություն։ Դե լինենք առողջ եւ այս տարին թող իր հետ տանի բոլոր վատ եւ բացասական բաները եւ այս նոր տարին թող լինի այո ձեռքբերումների նոր ստեղծագործական տարի լինի բոլորիս համար եւ մեդիահաբը շարունակի իր ստեղծագործական բուրըն աշխատանքը, որովհետեւ դիմացը շատ անելիքներ ունենք։ Մենք շարունակում ենք աշխատել եւ ես ցանկանում եմ, որ մեդիահաբը 2026 թվականին ել ավելի շատ դիտումներ ունենա, հետևորդներ ունենա, մեզ ցանկանում եմ լավ ակտիվ տարի։ Ստեղծագործական տարի։ Շնորհավոր նոր տարի, երանելի Սուրբ Ծնունդ։ Ամենակարևորը բոլոր տարիների ընթացքում ես մեր երկրին, մեզ բոլորիս դա եմ կամենում, որ ունենանք խաղաղություն մեր երկրում, մեր դիրքերում, մեր ներսում։ Ցանկանում եմ, որ մարդիկ լինեն տեղեկացված, որովհետև տեղեկացված, երբ մարդ տեղեկացված է, դա արդեն իսկ խոսում է լավ բանի մասին։ Եվ ցանկանում եմ առողջություն բոլորիս, մեր ամբողջ ազգին։ Դե շնորհավոր նոր տարի, երանելի Սուրբ Ծնունդ։ Շնորհավորում եմ։ Շնորհավոր։ Մեդիահաբի հետևորդներին կմաղթեմ, որ իրենք ել ավելի մեդիագրագետ դառնան, որովհետև որքան իրենք մեդիագրագետ լինեն, այդքան կօգտվենք մենք։ Մեր հետևորդները հիմնականում գիտեն, որ իրենց յուրաքանչյուր խնդրի հետևից մենք գնում ենք ու երբ որ իրենք ճիշտ են խնդիրը ներկայացնում կամ իրապես ընկալում են կարելի է լրատվամիջոցին տվյալ խնդրով դիմել թե չէ, մեր գործը ավելի հեշտ է դառնում։ Դրա համար մեր հետևորդներին մաղթում եմ, որ իրենք լինեն մեդիագրագետ որպես հետևորդներ։ Յուրաքանչյուր հայի մաղթում եմ, որ իրենց տան ճրագը միշտ վառ լինի։ Ուզում եմ, որ բոլոր տներում լիքը բալիկներ ծնվեն, ու այդ բալիկները ապրեն խաղաղ, իրական խաղաղ երկնքի տակ, ու այդ բալիկները հետագայում ապրեն արժանապատիվ Հայաստանում, իրանք լինեն այդ արժանապատիվ Հայաստանի կերտողներից մեկը։ Ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրան այս երկրում ապրելուց երջանիկ զգա, իրապես երջանիկ զգա։ Մեզնից շատերը, քանի որ չասեմ բոլորը, բայց շատերը ժպիտը կորցրել են, այդ անկեղծ ժպիտը կորցրել են։ Ես ուզում եմ, որ 2026-ին մենք ունենանք այդ անկեղծ ժպիտը վերագտնելու հնարավորություն ու ապրենք լավ երկրում, արժանապատիվ երկրում, ամուր երկրում, ու այնպիսի երկրում, որի մասին մենք հիմա երբեմն պարտվողի դիրքից ենք խոսում, բայց էլի հաղթողի դիրքից խոսելու այդ հնարավորությունը։ Եվ չդառնա երազանք ու այդպես մնա երազանքների գլխին։ Չեմ ուզում մեր երկրի մասին ու ընդհանրապես հայոց պետականության ու Հայաստանի մասին ապագայում խոսելիս միայն երգերի միջոցով ու նկարների միջոցով խոսվեն, այսինքն չեմ ուզում Արևմտյան Հայաստանի կամ Արցախի ճակատագրին արժանանանք, իհարկե Արցախը չդասենք Արևմտյան Հայաստանի, որովհետև այդ վերադարձի հույսը այնուամենայնիվ կա։ Այո։ Դե առանց մարդկային զոհերի նոր տարին թող լինի բարեբեր, ստեղծագործական եւ մեզ համար կարեւոր լինի, որ կարողանանք աշխատանքը ավելի բարենպաստ եւ ավելի բարեբեր լինի։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Սիրով ձեր Մեդիահաբ։ Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։